Առաջադրանք 129 օգտվելով գծագրում բերված տվյալներից հաշվիր A քաղաքից D քաղաքն ընկած ճանապարհի երկարությունը A-ից B, B-ից C, C-ից D ինչպես տեսնում եք A-ից B 65 կմ 200 մետր է, B-ից C 72 կմ 400 մետր է, C-ից D 50 կմ 800 մետր է։ Մենք պետք է գտնենք A-ից D ճանապարհի երկարությունը։ Գումարում ենք AB, BC և CD ճանապարհների երկարությունները։ 65 կիլոմետր, 200 մետր, գումարած 72 կիլոմետր, 400 մետր, գումարած 50 կիլոմետր, 800 մետր։ Սրո, 4 մեկը մտապահած, 7 մեկ էլ 8, 13, 5 էլ 18, 188 կիլոմետր, 400 մետր։ Քանի որ մենք բազմապատման գումարման զուգորդական օրենքն ենք սովորել, գումարման հատկություններն ենք սովորել, մենք կարող էինք ըստ հարմարության տեղերը փոխեինք գումարելիների և ավելի հեշտ կատարեինք գումարում։ Այնուհետև հաշվում ենք B-ից E քաղաքն ընկած ճանապարհի երկարությունը։ B-ի երկարությունը 72 կիլոմետր, 400 մետր, C-ն 50 կիլոմետր, 800 մետր և D-ն 80 կիլոմետր, 600 մետր։ Այստեղ նույնպես մենք կարող էինք 72 կիլոմետր 400 մետրին գումարեինք սկզբից 80 կիլոմետր 600 մետր, քանի որ ըստ գումարման հատկությունների օրենքների գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում և ըստ հարմարավետության կարելի էր փոխել գումարելիների տեղերը, ինչևէ, սրո, 18, մեկը մտապահած, 2, մեկ էլ ունեինք 3, 12, 20։ 203 կիլոմետր, 800 մետր։ Եվ վերջում A քաղաքից E քաղաքն ընկած ճանապարհների երկարությունը։ Գումարում ենք այս բոլոր ճանապարհների երկարությունների գումարները։ 65 կիլոմետր, 200 մետր, 72 կիլոմետր, 400 մետր, 50 կիլոմետր, 800 մետր և 80 կիլոմետր, 600 մետր։ Ուրեմն, A-ից մինչև E ընկած քաղաքների միջև հեռավորությունը, ճանապարհի երկարությունը կարող ենք լուծել մի քանի եղանակով։ Կամ այս բոլորը գումարում ենք իրար, կամ A-ից D-ին գումարում ենք D-E ճանապարհի երկարությունը, կամ B-ից E-ի երկարությանը գումարում ենք A-B ճանապարհի երկարությունը։ 0, 6, 6-ին գումարած 8, հավասար է
14, 14-ին 6, 20, 0-ն գրած 1-ը մտապահած, 5-ին 2, 7, 1 էլ ունեինք 8, 6-ին գումարած 7, 13, գումարած 5, 18, գումարած 8, 26, 268 կիլոմետր։